Աշխատավարձ ես ստանում, ուրախանում ես, բայց ամսվա վերջում գումարդ գրեթե սպառված է։ Ծանոթ է այս իրավիճակը։ Եվ սկսում ես մտածել, ուր գնաց իմ փողը։ Եթե այո, ապա ժամանակն է զբաղվել անձնական բյուջեով։ Դա այդքան էլ բարդ չէ, որքան թվում է։ Քեզ համար պատրաստել ենք ուղեցույց, որով կարող ես սկսել բյուջեիդ պլանավորումը։ Քայլ առաջին։ Գրի առ բոլոր եկամուտները, աշխատավարձը, հավելավճարները, կողմնակի գումարները, նույնիսկ ծնողներից կամ բարեկամներից ստացած աջակցությունը։ Քայլ երկրորդ. բաժանիր ծախսերը։ Պարտադիր տան վարձ, կոմունալներ, սնունդ եւ ոչ պարտադիր զվարճանքներ, նոր հագուստ։ Որոշիր ծախսերի սահմանաչափեր վստահ լինելով, որ ապրելակերպդ համապատասխանում է քո եկամուտներին։ Քայլ երրորդ. օգտագործիր բյուջեի կառավարման հավելվածներ կամ պարզ աղյուսակ ծախսերին հետևելու համար։ Նաև ստուգիր բանկի քաղվածքները։ Իդեպ շատ բանկեր ավտոմատ ծախսերի վերլուծության գործիքներ ունեն։ Կարող ես ճշտել սա քո բանկի միջոցով եւ օգտվել հավելվածներում առկա հնարավորություններից։ Քայլ չորրորդ. ամսվա վերջում համեմատիր պլանավորված բյուջեն եւ փաստացի ծախսերը։ Սա ցույց կտա, թե որտեղ անհրաժեշտ փոփոխություն կատարել, կրճատել ոչ անհրաժեշտ ծախսերը կամ ավելացնել խնայողությունները։ Հիշիր, սա գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։ Կարևորը չհանձնվելն է ու շարունակել փորձելն է։ Ու մի շատ կարևոր բան՝ փորձիր ամեն ամիս մի փոքր գումար խնայել, 10-ից 20%։ Այս փոքր քայլերը կարող են մեծ ազդեցություն ունենալ քո ֆինանսական ապագայի վրա։ Լավ բյուջեն ապահովում է ֆինանսական անկախություն եւ օգնում է պլանավորել ապագան։ Սկսիր հետևել քո բյուջեին այսօր, եղիր բարեկեցիկ։